անընդհատ հաջողություն, այնտեղ փայլում է Միջին Ասիայում աչքի ընկած մի գեներալի, ասենք, աստղը, բանա Սկոբելևի, երևի լսած կլնեք, ռուսները ասում են, թե իրան թուրքերը անվանում էին Ակ Փաշա, սպիտակ փաշա, որտեղ ինքը միշտ սպիտակ համազգեստով, սպիտակ ձիու վրա, սպիտակ գլխարկով, չվախենալով խոցումից եւ այլն, տենց ու հա իդեպ իրականում շատ խիզախ գեներալ էր, բանա իր գեներալական բանա մտավոր բաների մասին այտենց բաներ ես չեմ կարող ասեմ, որ ինքը շատ հանճարեղ զորավար էր, բայց որ շատ խիզախ էր եւ զինվորների հետ առաջի շարքում, ասենք, կարար գրոհի մասնակցեր, դա միանշանակ։ Այդ ժամանակ մի քիչ ուրիշ էր, էլ գեներալը դրանով էլ էր գնահատվում, երբ որ զորքի դաշտում էր ղեկավարում։ Հա, երևի միջև դիվիզիայի հրամանատար եւ վերև ցանկալի էր, ասենք, ինքը մարտի դաշտում գար Երևան, որ ինքը չի վախենում, բայց ավելի ճիշտ կլներ, որ ինքը քարտեզների վրա պայքարեր, էլի ասենք, եւ պասիլիներով։ Հա, իդեպ, այդ պատերազմի ժամանակ, գիտես, չէ, տեխնիկական բավականին լայն օգտագործվեց նորություն, օդային հետախուզություն։ Օդապարիկներ էին բարձրացնում,